Բարեկամներ, զգացնում եք քամու փոփոխությունը։ 2026 թվականի գարնանային արևի այս առաջին դեռևս երկչոտ ճառագայթները իրենց հետ բերում են ոչ միայն եղանակի օրացույցային փոփոխություն, այլև տիեզերական հոսանքների հզոր տեղաշարժ։ Մարտի 5-ից սկսած երկնային գրասենյակը բացում է իր դռները մի քանի ընտրյալների համար, օգնության ձեռք մեկնելով նրանց, ովքեր վաղուց արժանի են դրան, բայց գուցե հրաժարվել են սպասելուց։ Առաջիկա շաբաթների հորոսկոպը ավելին է, քան պարզապես կանխատեսում, այն 4 բախտավորների համար հաջողության երաշխիք է։ Ցուլ։ Համբերության քաղցր նեկտարը, ցուլը Յուպիտերի խնամակալության ներքո։ Սիրելի ցուլ, պատկերացրեք, որ դուք մի քանի տարի խնամել եք ձեր այգին, ջրել այն երաշտի դեմ, պարարտացնել այն, երբ ցանկացել եք հրաժարվել, և պաշտպանել այն քամուց, երբ ոչ ոք չի հավատացել բերքահավաքին։ Դե 2026 թվականի մարտի 5-ը այն պահն է, երբ ձեր ծառերը վերջապես կախ կպչեն հասուն մրգերի ծանրության տակ։ Յուպիտերը, մեծ բարերար, իսկապես թագավորական ասպեկտ է ձևավորում հենց ձեր կարիերայի և սոցիալական բավարարվածության ոլորտում։ Որպես աստղագուշակ, ես տեսնում եմ, որ բախտը այլևս թաքնվելու չի խաղա ձեզ հետ։ Եթե դուք դժվարանում եք իրականացնել մի նախագիծ, որը ոչ ոք չէր ուզում նկատել, պատրաստվեք, որ այն կնկատեն նաև բարձրաստիճան պաշտոնյաները։ Սա պարզապես բախտ չէ, սա ձեր ցուլական, անզիջող բնույթի տրամաբանական արդյունքն է։ Ձեզ կվերցնեն նրանց թևի տակ ոչ թե ձեր գեղեցիկ աչքերի, այլ ձեր կողմից ճառագող հուսալիության համար։ Սպասեք առաջարկների, որոնցից չեք կարող հրաժարվել, և ճակատագրի նվերների, որոնք կիրականանան ամենաարժեքավոր գումարների տեսքով։ Խեցգետին։ Զանգ, որը չեք կարող մերժել, դուռը բացվում է խեցգետնի համար։ Խեցգետիններ, սիրելիներս, ձեր ձմեռային քունը ավարտվում է։ Նախորդ ժամանակահատվածում դուք, ինչպես ճգնանովորները, ուժ էիք հավաքում ձեր պատյանի մեջ, դասավորելով հին դժգոհություններն ու վախերը։ Սակայն 2026 թվականի մարտի 5-ին տիեզերքը հոգնել է սպասելուց և որոշել է համառորեն գործել։ Այն պարզապես չի թակի, այն կբացի ձեր տան, ձեր սրտի և ձեր գիտակցության դուռը։ Ճակատագրի մի հանգույց է պտտվում ձեր երկնքում, ստիպելով ձեզ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց, բայց դա կանի հնարավորինս նրբորեն։ Բարձրագույն ուժերը ձեզ կվերցնեն իրենց թևի տակ, ձեզ համար կազմակերպելով հանդիպում, որը կփոխի ամեն ինչ։ Սա կարող է լինել հին ծանոթ, որը կհայտնվի անհրաժեշտ տեղեկատվությամբ, կամ բոլորովին նոր մարդ, որը դռնից ասում է. «Ես երկար ժամանակ փնտրում էի ձեզ»։ Մի անտեսեք նշանները, մի նահանջեք ձեր պատյանի մեջ։ Այն, ինչ պատրաստվում է մտնել ձեր կյանք, ձեզ համար նախատեսված է ծննդյան իրավունքով։ Այծեղ ջուր։ Ճակատագրի նախագծեր, այծեղ ջուրը և երազանքների ճարտարապետությունը։ Օհ, այծեղ ջուրներ, դուք, ովքեր սովոր եք աշխարհը չափել կանոնով և կողմնացույցով, ովքեր ձեր կյանքը կառուցում են այնպիսի պլանի համաձայն, որը չի հանդուրժում շեղումներ, բայց մինչև վերջերս ձեր պլանները, ինչպես բախտը բերեց, փլուզվում էին հիմքի փուլում։ Դե սկսած 2026 թվականի մարտի 5-ից Սատուրնը, ձեր խիստ, բայց արդար ղեկավարը, կփոխարինի իր զայրույթը ողորմածության և ինքը կվերցնի մալան։ Դուք կվերցվեք նրանց թևի տակ և ձեր երազանքները կսկսեն իրականություն դառնալ։ Այն, ինչ մի ժամանակ վերացական գաղափար էր, լավ կլիներ ունենալ իմ սեփական տեղը, լավ կլիներ ստանալ այդ աշխատանքը, հանկարծակի կստանա որոշակի վերջնաժամկետ և ֆինանսական աջակցություն։ Դուք կզգաք ուժի աննախադեպ ալիք, կարծես ձեզ տրվել է լրացուցիչ ուժի աղբյուր։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բախտը օգտվում է համարձակներից, բայց ինչպես այծեղ ջուրները հաշվարկողներ են։ Գործեք պլանի համաձայն, բայց պատրաստ եղեք այն վերաշարադրելու, ավելի բարենպաստ հանգամանքներին համապատասխանելու։ Կարիճ, հրաշքների մագնիս, կարիճը գրավում է էլիտային։ Կարիճներ, դուք միշտ գիտեք ձեր արժեքը, բայց շրջապատողները երբեմն փորձել են այն մի փոքր իջեցնել։ Ձեր խնդիրը միշտ ավելի դժվար է եղել, քան մյուսները, ճակատով պատերը կոտրել, մինչ մյուսները դռներ են փնտրում։ Բայց հիմա տիեզերական բումերանգի օրենքը ձեզ համար ակտիվացել է, բայց իր ամենահաճելի ձևով։ Մարտի 5-ին ակտիվացող ձգողության անտեսանելի ուժը ձեզ կվերածի իսկական մագնիս շահավետ կապերի և հովանավորների համար։
Հասարակական սանդուղքի 1 կամ նույնիսկ 2 աստիճան բարձր գտնվող մարդիկ ձեզ կվերցնեն իրենց թևի տակ։ Նրանք ձեր մեջ կնկատի այն միջուկը, որը փողով չես գնի։ Ուշադրություն դարձրեք հեռվից եկող գործարար առաջարկներին կամ այն հովանավորությանը, որը դուք չեք խնդրել։ Ձեր խնդիրն այժմ ձեր հայացքով ձեր հակառակորդին հիպնոսացնելը չէ, այլ բացահայտորեն նվերներ ընդունելը։ Թույլ տվեք ձեզ առաջնորդվել, եւ շատ շուտով դուք կհայտնվեք այնտեղ, որտեղ միշտ երազել եք լինել, նույնիսկ չգիտակցելով դա։